Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը և նրա դավաճանավոր ՄԱԿ-ի ներկայացուցիչները լծված են մանիպուլյացիաների, կեղծիքի և ստի միջոցով մեզ բոլորիս համոզելու, որ իրենք խաղաղություն են բերել Հայաստանի համար և այդ խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանից առևտուր անելով։ Նիկոլան Հողը հպարտանում էր, որ բենզին գնելով ինքը կարողացել է 15%-ով նվազեցնել պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում, իսկ Կոնջորյան ազգանունով մի հատ տկետ էլ, որի դեպ ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, աքսիոմաներով խոսելով փորձում էր մեզ բոլորից համոզել, որ դա աքսիոմայի, որ առևտուր ես անում, պատերազմ չի լինում։ Իհարկե, այս ամենը սուտ է եւ կեղծ։ Ինչ վերաբերում է Նիկոլի կողմից բենզին գնելուն եւ նիկոլականների կողմից այն ներկայացնելուն, թե իբր թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի է ունենում ապրանքաշրջանառություն, ապա նշեմ, որ հարգելի հայրենակիցներ, ոչ մի ապրանքաշրջանառություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկա, քանի որ Հայաստանը միակողմանի է բենզին գնում Ադրբեջանից, Հայաստանը միակողմանի է օգտվում Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից, վճարելով դրա դիմաց Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը Հայաստանից ոչ մի ապրանք չի գնում եւ չի օգտվում Հայաստանի ենթակառուցվածքներից 0 դրամ չտրամադրելով Հայաստանին, որը նշանակում է, որ մեր միջև ապրանքաշրջանառություն չկա։ Գումարած դրան նաև նշեմ, որ մեր կողմից ադրբեջանցիներից գնված բենզինի գումարի մի ինչ-որ մի մասը գնում է պաշտոնական Բաքվի պետական բյուջե, որը օգտագործվում է զենք եւ զինամթերք գնելու համար։ Ի տարբերություն հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության, որը իր ռազմական բյուջեն չի ավելացնում, Ադրբեջանը շատ հուժկու զինվում է։ Տարեկան ամենակիչը մի քանի միլիարդ դոլարի զենք եւ զինամթերք է գնում։ Իդեպ այդ զինամթերքի մեջ արդեն լումա ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, դուք ինքներդ էլ տեսնում եք Ադրբեջանի բռնապետը տարի ընթերնոր սկսված արդեն հպարտանում է զենք եւ զինամթերք գնելու գործընթացից, որը իհարկե բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ուրեմն օգտագործվելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչ վերաբերում է անասնական աքսիոմաներին, թե իբր թե առևտուր է սանում խաղաղություն է գալիս եւ բոլորը օգուտ են ստանալու, ապա այդպես մտածում են միայն սպառող ոչինչ հանրության եւ աշխարհին չտվող հասարակությունները, մահացող հասարակությունները, սատկող հասարակությունները, հարգելի հայրենակիցներ, իսկ նորմալ հասարակությունները, նորմալ ժողովուրդները ունեն ամենակարևորը ազգային արժանապատվություն եւ ազգային ինքնասիրություն։ Փաստորեն, ըստ Կոնջորյան ազգանունով այդ եսի միջի Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցիները դեբիլ էին, որ չլզեցին հայերի ոտքերը եւ չսկսեցին առևտուր անել մեզ հետ։ Այլ սկսեցին զինվել եւ հետո էլ Հայաստանում դավաճաններ գտնելով ներսից պայթեցրեցին Հայաստանը եւ ամեն ինչ արեցին, որ Հայաստանը գնա պարտության, այդ թվում նաեւ Յան ազգանունով տականքի միջոցով նաեւ հրահրեցին վերջին Արցախյան պատերազմը։ Հարգելի հայրենակիցներ, նախ այդ առևտուր անելով զենքերը լրվում են ասածը վերաբերվում է այն հասարակություններին, ովքեր չեն մտածում մեկը մյուսին ոչնչացնելու մասին։ Իսկ մինչ Նիկոլ Անհողը ձեզ, մեզ բոլորից փորձում է համոզել եւ խաբել, որ ադրբեջանցիները պատրաստ են խաղաղության, ադրբեջանա-թուրքական տանդեմը իր խաղաղության բանացևը ունի։ Իսկ այդ բանացևը հետեւյալն է. հայերը այս տարածաշրջանում պետք է չապրեն, իսկ ապրելու պարագայում պետք է անեն այն, ինչ ձեռնտու է թուրքերին։ Եթե մենք համաձայն ենք այդ կարգավիճակով ապրել, դա այլ հարց է։ Բայց վերջնարդյունքում, հարգելի հայրենակիցներ, միևնույն է, մենք այստեղ պետք է չապրենք։ Երբեք չմոռանանք, որ 360,000 քառակուսի կիլոմետր Հայաստանից հիմա մենք մնացել ենք ընդամենը 30,000 քառակուսի կիլոմետրի վրա եւ մեզ ոչ ոք չի երաշխավորել, որ այդ 30,000 քառակուսի կիլոմետրներ մենք կպահպանենք։ Էլի եմ կրկնում, եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք, ոչ ռուսը, ոչ ֆրանսիացին, ոչ իրանցին մեզ երբեք չեն գալու պաշտպանելու, որովհետև մենք ինքներս ենք մեզանից հոգնել եւ մենք ինքներս ենք
ամեն ինչ անում, որ մենք այստեղ էլ չապրենք։ Այս մտածելակերպով ես զարմացած եմ, ինչպես կարելի է նշել, որ առևտուր անենք, զենքերը լռեն։ Բա Ադրբեջանը հիմա ինչի է այդքան միլիարդներ ծախսում կրկին զինվելու համար։ Կարող է հիմարեն, իհարկե ոչ։ Ադրբեջանցիները երբևէ ասել են, որ խաղաղ են ուզում ապրել մեզ հետ հայերի ինքնասիրություն եւ արժանապատվությունը չվնասելով ոչ։ Ադրբեջանցիների հերթական քայլը լինելու է Հայաստանը թուրքերով լցնելը, հայկական բանակի ոչնչացումը, հայերից հարյուրավոր միլիարդավոր դոլարներ կոմպենսացիա ստանալը։ Հարգելի հայրենակիցներ, չկա նման բան։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը երբեք չի թույլ տալու, որ Հայաստանը զարգանա։ Երբեք ոչ մի պարագայում։ Հայաստանը պետք է զարգանա ճակերտավոր այնքան, ինչքան իրենց է պետք։ Իսկ դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը, որովհետև մանկուրտ Նիկոլը իր թուրքական շահերը սպասարկող թայֆայով ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունը տանելու է կործանման, իսկ իրենք էլ պետք է հետագայում թռնեն։ Նիկոլը անամոթ է, հարգելի հայրենակիցներ, ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, Արցախը հայտնվեց Ադրբեջանի տարածքում։ Այն օրն էլ ասում է, ես ծրագրեր ունեմ կապված ուրեմն տրիպի հետ։ Ադրբեջանին առաջարկներ ունեմ եւ համոզված եմ, որ դա ձեռնտու է եւ մեզ եւ Ադրբեջանին։ Նույնն էլ հիշում եք, ասում էր Արցախի հարցի լուծման պարագայում, ասում էր այն պետք է ընդունելի լինի եւ մեզ եւ արցախցիների եւ Ադրբեջանի համար։ Հիմա ում համար ընդունելի եղավ իր արցախյան ծրագրի իրականացումը, միայն Ադրբեջանի։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, առաջարկում եմ շատ զգույշ լինել Նիկոլի թեզերի հետ։ Ադրբեջանը ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղ ապրել հավասարը հավասարին պայմաններում։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանի հետ խաղաղությունը դա Հայաստանի ստորացումն է եւ հայ ժողովրդի նվաստացումն է թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ։